Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության ու մեր ընտրողների հանդեպ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժն այսօր այսպես է մեկնաբանել պատգամավորական մանդատները վերցնելու որոշումը։ Նորից խոստանում են խորհրդարանական մանդատները ծառայելու են Փաշինյանի իշխանազրկմանը։ Մեր նպատակը շարունակում է մնալ այս իշխանության հեռացումը։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքում էլ մանդատների հարցը հանգուցալուծվել է։ Ճիշտը մեր կողմից մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպիսի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաեւ։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարը միլիարդատեր Կարապետյանի թիմը խոստանում է հանգուցալուծել օրենսդիրում։ Պատգամավորական ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը համարում է փոփոխության հասնելու կարևոր մաս։ Մինչդեռ դաշինքի առաջնորդը նախընտրական փուլում հայտարարում էր, որ պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ Որպիսի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար եւ ազգային ժողովում օրենսդրում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Ուժեղ Հայաստանը խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժն է, 29 մանդատ կունենան։ Հայաստան դաշինքը 12, իշխող քաղաքացիական պայմանագիրը 64։ Նոր գումարվող ազգային ժողովում էլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով հեռացնելու բավարար ձայն չունի միասնական ընդդիմությունը, ինչպես այս գումարման ազգային ժողովում։ Վարչապետին հեռացնելու խորհրդարանական ճանապարհը տապալվել է այս տարիներին, փողոցային պայքարն էլ մարել։ Արցախի ամբողջական կորստից ու հայաթափումից հետո էլ ընդդիմությանը չհաջողվեց զանգվածներ փողոց հանել։ Ցավալի է, որ մինչև հիմա չի հաջողվել, բայց դա ենթադրում է արդյոք, որ պետքա չշարունակենք պայքարը, ոչ չի ենթադրում։ Ընդդիմության հաշվարկն այս անգամ ինչն է, ինչը պիտի մեկ անգամ ու վերջնական մարդկանց փողոց հանի, որ իրենց հաջողվի մանդատներն էլ գործի դնելով իշխանությունը վերցնել։ Հնարավոր է Ռուսաստան-Հայաստան վատթարացող հարաբերություններն ու դրա տնտեսական հետևանքներն են, որ իրենց հաշվարկներով սոցիալական բունտի կհանգեցնեն։ Չէ, ընդդիմությունը Հայաստանում որպես Հայաստանի քաղաքական միավոր է եւ իր գործունեության մեջ Հայաստան դաշինքը իր գործունեության մեջ հույսը դնում է մեր ժողովրդի բանականության, մեր ժողովրդի հայրենասիրության, ինչ որ պահի այլևս իրականությանը ռեալ սթափ նայելու։ Թե միլիարդատեր Կարապետյանի, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքներում իրենց առաջին հաղթանակն են համարում, որ իշխող ուժը չունի սահմանադրական մեծամասնություն։ Պնդում են, թե իշխանությունը չի կարողանա կատարել Բաքվի պահանջը փոխել սահմանադրությունը, ու նոր գումարման ազգային ժողովը նախորդից ըստ նրանց կտարբերվի այս բովանդակությամբ։ Մենք փակեցինք այն ճանապարհը, որով Փաշինյանը ցանկանում էր ստանալ սահմանադրական մեծամասնություն եւ իրականացնել իր քաղաքական ծրագրերը։ Նարեկ Կարապետյանն էլ մանդատը կվերցնի ու խորհրդարան կգնա։ Ընդդիմադիրներին անհամբերությամբ են սպասում իշխանականները։ Ազգային ժողովի խոսնակի ԿՊԱ-ական թեկնածուն արդեն հայտարարել է ինչու։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել եւ հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, այն նրանց մենք առանձնահատուկ ողջավորությամբ ենք սպասում ազգային ժողովում եւ քաղաքականապես ոչնչացնելու ենք կրկին մինչեւ վերջին մարտը։ Սպասում ենք։ Պատգամավորները մանդատները կստանան հուլիսին, թե կոնկրետ որ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովից դեռ չեն հստակեցնում։ Օգոստոսի 2-ին 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստն է։